Լավ, хорошо, լավ։ Առաջիկա օրերին արդեն հայտնի կդառնա, թե հունիսից ուժի մեջ մտած ընտրական օրենսգիրքն ինչ նոր փոփոխությունների կենթարկվի։ Այս մասին Ազատությանն այսօր ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ես կարծում եմ առաջիկա օրերին ձեզ համար շատ բան պարզ կդառնա։ Ամբողջությամբ քայլերի հաջորդականությունը, ինչպիսի փոփոխություններ են լինելու, երբ են դրանք նախատեսվում եւ ինչպիսի ներառականություն ունեն։ Խորհրդարանի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի պնդմամբ իշխանությունը հիմա պատրաստ է ընտրական օրենսգրքի հարցում նոր զիջումների եւ գուցե արդեն վաղն էլ վերսկսեն 4+4+4 ֆորմատով բանակցությունները, որը նախկինում ընդդիմադիրների եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների գնահատմամբ անարդյունավետ էին։ Բոլորս էլ նպատակ ունենք գալ լայն կոնսենսուսի եւ դրա համար ցանկանում ենք վերաբացել 4+4+4 բանակցությունները եւ եթե ձեռք բերվի համաձայնություն, ապա այդ համաձայնությունը կիրականացվի ընտրական օրենսգրքի փոփոխության միջոցով, արտահերթ նիստով։ Ընդդիմադիրը կրկին պնդեց, որ 102 կողմ ձայնով խորհրդարանում ընդունված ընտրական օրենսգրքի շուրջ դեռևս կոնսենսուս չի եղել։ Այդուհանդերձ օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի նիստին մասնակցող նախարար Արփինե Հովհաննիսյանը հիշեցնելով, որ նոր ընտրական օրենսգիրքը խորհրդարանում ընդունվել է անհրաժեշտ ձայներից ավելի մեծամասնությամբ, հակառակն էր պնդել։ Չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ կետերի շուրջ կարող են փոփոխություններ լինել, նախարարն այսօր հաստատեց, որ իրենք պատրաստ են դրանց առավել լայն կոնսենսուսի հասնելու համար։ Դուրը փակ չէ եւ դեռևս շարունակվում են ընթանալ որոշակի քննարկումներ եւ որոշակի փոփոխություններ սպասվում են, ավելի կոնսենսուսը, եղած կոնսենսուսը ավելի լայն դարձնելու տեսանկյունից, ինչը չափազանց կարևորում եմ թե քաղաքական եւ թե իրավական տեսանկյունից։ Բոլորն են արձանագրում եւ դա անհնար է չարձանագրել, որ այս ընտրական օրենսգիրքը ուղղակի հեղափոխական լուծումներ է պարունակում ուրեմն ընտրական գործընթացը պատշաճ կազմակերպելու առումով եւ արվել է, չեմ ուզում ասել ամեն ինչ, որովհետեւ դա ճիշտ չի լինի, բայց արվել է առավելագույնը, ապահովելու համար ներառականությունը եւ փարատելու համար մտահոգությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ առկա են եղել։ Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում հաստատվեց, այսօր էլ հրապարակվեց հանձնաժողովի եւ ԵՀԿ ԺՄԻԳ-ի համատեղ կարծիքը ընտրական օրենսգրքի ապրիլի ներկայացված նախագծի վերաբերյալ։ Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում, որ ընտրողների ցուցակների ճշգրտությունն ապահովելուն ուղղված ոչ բավարար քայլեր են արվել։ Նշվում է, որ չկա հստակություն, թե ինչպես են ընտրական պրոցեսում նոր ներդրված տեխնոլոգիաները կիրառվելու։ Կայուն մեծամասնության սահմանադրական պահանջը երաշխավորելու համար ընտրական համակարգը բավականին բարդ է։ Այն սահմանում է մի շարք էական շեղումներ մաքուր համամասնական համակարգից, ինչը բարեփոխումը իրականացնելու համար տրամադրված կարճ ժամանակահատվածի հետ միասին կարող է ազդել ընտրական համակարգի նկատմամբ ընտրողների վստահության վրա, նշվում է հանձնաժողովի կարծիքի մեջ։ Արդարադատության նախարարն ասաց, որ հանձնաժողովը միայն ընդգծել է այս տեսակ համամասնական ընտրակարգի անսովոր լինելը, սակայն դա փոխելու առաջարկ չի արել։ Այս մոդելը, որը ընտրել է հայ օրենսդիրը, սկզբունքորեն համապատասխանում է համամասնական ընտրական կարգի տարբեր երկրներում գործող մոդելներին, որի մասին մենք բազմաթիվ քննարկումների ժամանակ նշել ենք։ Եվ Վենետիկի հանձնաժողովը ամենևին չի ասել, որ պետք է հրաժարվել այդ ցուցակներից, որևէ առաջարկություն այդ մասով չկա։ Վենետիկի հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարարը նշել է, որ հանձնաժողովի 75 առաջարկություններից 54-ն ընդունվել են ամբողջությամբ, իսկ 7-ը մասամբ։ Խոսելով ընդդիմության հիմնական պահանջի ընտրողների ցուցակների հրապարակման հնարավորության մասին, նախարարը նշում է, որ ըստ էության տրվում է հասանելիություն քվեարկողների ցուցակներին։ Ցուցակ ունենալ ձեռքին եւ այդուհետեւ քվեարկությունից ժամեր անց ունենալ այն անձանց համարները, հերթական համարները, ովքեր եկել եւ քվեարկել են, փաստացի նշանակում է դե ֆակտո ունենալ այդ ցուցակը։ Մյուս առաջարկությունների մասով եւս աշխատանքներ կատարվել են թե իդենտիֆիկացման, թե առաջարկները քննարկվում են նաեւ տեսանկարահանող սարքերի հետ կապված, այսինքն փաստացի կարող եմ ասել, որ 5 առաջարկներից միակ առաջարկը, որի վերաբերյալ այսպես որևէ տարբերակ կամ մոտեցում չի առաջարկվել անգամ դեռ ամիսներ առաջ ընթացող քննարկումների ժամանակ դա եղել է տարածքային ցուցակների հետ կապված խնդիրը։ Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Զուրաբյանի պնդմամբ պահանջների մասամբ կատարումն իրենց չի բավարարում։